Ազգային ժողովի ընտրությունից առաջ խաղի նոր կանոններ։ Ուժի մեջ մտած ընտրական օրենսգրքի փոփոխություններով վերանայվել են անցողիկ շեմերը։ Խորհրդարան կանցնեն 4% հաղթահարած կուսակցությունները, իսկ դաշինքների համար շեմը բարձրացվել է։ Մասնավորապես 2 կամ 3 կուսակցություններից կազմված դաշինքները պետք է հաղթահարեն 8%-ի շեմը, իսկ 3-ից ավելիի դեպքում 10%։ Գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7.5 միլիոնի, նախկինում 10 միլիոն էր, իջեցվել է 7.5 միլիոնի։ Դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն։ Սա այն ժամանակ արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացման, այսինքն գաղափարակից քաղաքական ուժերը ավելի հակված լինեն, այսինքն օրենսդրությունը նպաստի դրան, որպեսզի ավելի հակված լինեն միավորվելու եւ խոշոր կուսակցությունները խոշորանան։ ԿԸՀ նախագահը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ ստացել 126 կուսակցության էլեկտրոնային հասցե։ Ըստ Հովակիմյանի, սա բավականին մեծ թիվ է 2.5 միլիոն ընտրող ունեցող երկրի համար։ Նոր փոփոխություններով ընտրությունից հետո առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժին առաջին փուլում տրվում է 9 օր կոալիցիա ձևավորելու համար, իսկ եթե այդ ընթացքում դա չի հաջողվում, մյուս քաղաքական ուժերն են հնարավորություն ունենում միավորվելու։ Լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը կունենա մանդատների մեծամասնություն։ Լրացուցիչ մանդատների ինստիտուտը ներդրվել է, իմաստը եղել այն, որ ազգային փոքրամասնություններին զերծ պահեն Հայաստանի ներքաղաքական, այսպես բանավեճերի այդ կիզակետում հայտնվելուց, որովհետև դա ենթադրվել է, որ ազգային փոքրամասնությունները այդպիսով մեր ներքաղաքական կյանքում շատ խոցելի վիճակում կարող են հայտնվել։ Մանդատների բաշխման նոր կարգը կտարբերվի նրանով, որ եթե հաղթող կուսակցությունը հավաքի ձայների 2/3-ից պակասը, բայց ստանա մանդատների 2/3-ից ավելին, նրա այսպես կոչված ավելորդ մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք առավելագույն ձայներ են ստացել, սակայն չեն հաղթահարել անցողիկ շեմը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը քաղաքական ուժի գրանցումը ինքը չի կարող ուժի կորցած ճանաչել։ Մեր օրենսդրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ հարցով պիտի դիմի դատարան։ Այսինքն եթե գրանցումից հետո որևէ քաղաքական ուժ, այսպես ենք, տոտալ, այսպես ենք, ու սա համար պարտադիր պայմանը, որպեսզի քաղաքական ուժը հետևողական ընտրական օրենսգիրքը ոտնահարի։ Երբ որ նման իրավիճակ, եթե կլինի, իսկ նման իրավիճակ ես չեմ հիշում, որ մեր պատմության ընթացքում ունեցել, եթե կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշի դատարան դիմել։ Կուսակցություններն ու դաշինքներն իրենց քարոզչությունը պետք է իրականացնեն նախընտրական հիմնադրամի միջոցով, որի առավելագույն շեմը ազգային ժողովի ընտրությունների ժամանակ սահմանվում է 800 միլիոն դրամ։ Քաղաքական ուժերը մինչև քարոզարշավի մեկնարկը ազատ են քարոզչություն կատարելու 4 տարի 11 ամիս ազատ են քարոզություն ծավալելու եւ իրենց քարոզչության սահմանափակումները սկսվում են պաշտոնական քարոզչության մեկնարկի պահից։ Գրանցված կուսակցությունների եւ դաշինքների թեկնածուների վերջնական ցանկը հայտնի կլինի մայիսի 3-ին, որից հետո ԿԸՀ-ն ելնելով դրանց իրավական կարգավիճակից կկայացնի քայլերի վերաբերյալ որոշումներ։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։